Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հետատելությունը ով որ ատմա, դրան ոչ երեխան է ծառայել Ղարաբաղ, դրանց ոչ ընտանիքից, ոչ բարեկամներից, ոչ մեկը չի ծառայել, մասնակցել չի պատերազմին, զոհված իրենց չունեն, զոհված ընտանիքը երբեք այդ բառերը չի օգտագործել Արցախի հանդեպ։ Դրա համար ես չեմ կարող լի մեղադրել իրանց, որովհետև իրանց մեջ կա լավ մարդիկ շատ կան։ Ես տեսել եմ, ես եկած համարյա 18 ամիս այստեղ առաջի անգամ եկել։ Ես երբեք այստեղ չեմ եղել։ Հիմա ինչ խնդիրներ եք բարձրացնում, դուք ինքներդ որտեղ եք տեղավորվել, որտեղ եք ապրում, ինչ խնդիրներ ունեք։ Խնդիրները բոլորին ունեն, ոչ թե բոլորին, որովհետև Ղարաբաղից 40-50% ստեղ տուն ունի։ Բոլորը առաջ իրաց տները եւ մարդ կա, որ 5-6 տուն ունի։ Դե այդ մարդիկ պիտի օգնեն, մարդկանց տեղավորեն։ Այնա մարդիկ կան շատ դժբախտության, դժվարության մեջ, որ չեն կարողանում ապրել։ Օգնությունը հարկավոր Ղարաբաղ։ Որ ինձ էլ ասեն, ես էլ իմ կոպեկս կտամ իրանց։ Կոզի տուն չունեն։ Դե 7-րդ մասում եմ ես տեղավորվել այնտեղ, բայց 150,000 երկու ես եմ կինս։ Մի հին տունա 150,000։ Այնպես եղել է, որ հորանցը կիները դրել են վրեն, շատ է թանկ։ Հարկավոր է մի քիչ էժանացրա, ես չգիտեմ, տները շատ թանկ է, ժողովուրդն էլ երևի ստեղ չեն կարող ապրի։ Եթե դե փողերն էլ որ դրամն են կտրեցին։ Աջակցությունը որ կտրեն, դուք ինչ եք անելու։ Դե աջակցությունը գոնե ես էլի մի քիչ թոշակ եմ ստանում, լի հերիք հիմա անջախ տալիս ենք մի կերպ էլ ապրում ենք, հենց ասում եմ մեկը մեկի հետևից մի կերպ։ Դա դժվար է։ Ես խորհուրդ եմ տալիս ժողովրդին, որ ով կարողանում է օգնի Արցախի ժողովրդին։ Այսինքն դուք ոնց եք պատկերացնում, պետական աջակցություն, թե ինչ-որ ազգային միասնություն, ինչ նկատի։ Չէ, լավն է ազգային միասնություն ունի, առաջի հերթին ազգը միանա, միամուր լինի, որ կարողանան այս դժբախտությանը, որ լինելու է։ Այդ Արցախցին հա Փաշինյանը ստորագրեց, բերեց այդ հեչ, բայց վաղն էլ Հայաստանը լինի, այն ժամանակ ինչ ենք անելու։ Հայաստանցիք էլ իրաց տները թողենք իրան, այն ժամանակ հասկանալու մեզ, որ Արցախցին ինչ դժբախտ վիճակում է։ Հիմա որ իրար վրա են գցում, Փաշինյանը ուզում է իր մեղքը գցի ուրիշների վրա, այդ ստորագրելը, որ ասեցիք, էլի, այդ ստորագրելը դուք ոնց եք պատկերացնում, ինչ ազդեցություն է ունեցել։ Ստորագրությունը գիտես, այդ ստորագրությունը էլի բոլոր տակազմակերպած ինչ-որ խոսակցության համար է։ Այդ թուղթը չի նշանակում, որ ինքը ստորագրել է, հա, Արցախը տվին վերջացավ։ Որ ստորագրել է 29 թվին Արցախը Ադրբեջանի կազմի մեջ է։ Հասկանում եք։ Դա ձևական պեներալերի։ Դաժե ինքը այդ թուղթը չի տեսել։ Փաշինյանը այդ թուղթը չի տեսել, չի ներկայացել, չի իմանում։ Պրոստո ասում են ինքն Իրանա մեջտեղ։ Դա ձևական է, բայց ոնց եղավ, որ ամբողջ ժողովուրդը ցեղասպանությունից փրկվելու համար թողեց դուրս։ Դա իրանց մեջ, իրանց այդ խոսակցության մեջ եղել է, որ Ղարաբաղը կարող միացնեն Ադրբեջանին։ Ղարաբաղցիք չեն համաձայնվել։ Ասալն այնպես անենք, իրար հետ պայմանավորվել են, որ Ղարաբաղցիներ են, ենին նամը սոված են մնացել, տուժվել են, տանջվել են։ Եվ այդ կազմակերպած ճանապարհը փակելը մեկնել Իրանն է։ Էվեր մեքենան եկալ են Գորիսի ներքևում կանգնել, որ պետք է ներկայացնեն, կային ընդեղ այդ պրոդուկտը բերեին, այդ էլ իրան կողմից է հարաման եղել, որ ճանապարհը փակի։ Հասկանում ես, իրանք շախմատի նման ստի կազմակերպած իրանք շախմատ են խաղում։ Այս պրոստո մեր Փաշինյանը այլ սեր եղել Արցախում։ Մի հատ կրակոց։ Սերժ Սարգսյանը 12 թվականի հենց մտալա կռևը սկսալա 12 թվին 14 թվին 16 թվին ինքն էլ պիրավ այդ ղեկավարության ես հասկանում չեմ լի վարչապետը ո՞ց կարող է ղեկավար լինի եթե ինչ ոնց եք պատկերացնում որ իրաց վերադարձը էլի կախված է իրանց եթե իրանք ուզում չեն ստեղ մնալ թող ինքի քնա Ալիևն հետ նստի իրանց այդ պայմանագիրը կնքեն որ
Ղարաբաղցիք հետ վերադառնան Ղարաբաղ։ Երաշխիքներ պիտի տան, որ Ղարաբաղցիք վերադառնան։ Երաշխիքը դա գումս պիտի լինի եվրոպական, ամերիկական։ Դա իրանց ղեկավարների հզորությունն է, դա անկավելի հզորեն մերոն Փաշինյանի ձեռին ոչ մի բան չկա։ Նրանք եթե օգնություն հասցնեն, ասեն թե բանակն էլ չենք ուզում, մեր բանակը կանգնի, իրանց կողմից կյան ոնց որ շրջափակած Ղարաբաղյան օգնություն անեն։ Իրանց կարգադրություն ավելի բար, խաղաղապահները Եվրոպայի խաղաղապահները, ես Հայաստանի խաղաղապահները չեմ ուզում։ Մունք հիասթափված ենք դրանից։